Դարձիր առ Աստված։ Շատերը կարծում են, որ դարձն առ Աստված դա աղոթքի, ծոմապահության, հոգևոր վարժանքի, ընթերցանության, հավաքույթների ու երկրպագությունների մի ինչ-որ ծրագրին հետևելն է։ Այո, այս ամենը լավ է, բայց արդյոք դրանք բխում են Աստուծո հետ սրտանց հարաբերություններից։ Այս բոլոր նվիրումների մեջ կա արդյոք սեր առ Աստված, թե ոչ։ Առանց սիրո և ի սրտե հարաբերության չես կարող դառնալ առ Աստված, որքան էլ աղոթես, ծոմ պահես, ընթերցես և երկրպագություն անես։ Միայն Աստուծո հետ սիրո մեջ հարաբերությամբ է, որ այդ հոգևոր միջոցները զորանում են և կենսագործվում։ Ուրեմն այս զգացողությունն առաջին հերթին սրտից պետք է բխի, և հետո միայն վերոնշյալ հոգևոր սխրանքները բնականորեն կհետևեն դրանք։ Ահա թե ինչու Հովել մարգարեի գրքում Աստված ասում է. «Դարձեք ինձ ձեր ամբողջ սրտով»։ Կրկին Աստված ասում է իր ժողովրդին. «Դարձեք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահությամբ, լալով ու կոծելով։ Ձեր սրտերը պատռեցեք և ոչ թե ձեր հագուստները։ Այո, դարձեք ձեր Տեր Աստծուն, որովհետև նա ողորմած է և գթասիրտ, համբերատար և բազումողորմ և ափսոսում է մարդկանց չարիքների համար»։ Հետևաբար, պահանջվածն առաջին հերթին սրտի դարձն է, և այդ առ Աստված դարձած, փշրված ու զղջումով լի սիրտն է, որից ստանում են իրենց ներուժը ծոմապահությունն ու ապաշխարության արդյունքները։ Շենուդա Հայրապետ, հատված Դարձիր առ Աստված գրքից։